Պարոն վարչապետ, ես հետաքրքրվում եմ, ինչու դուք չեք հրահանգում այս գործը վերաբացել, որովհետև ըստ էության նախաքննական մարմինը ունի կոնկրետ հաստատումները կան եւ միգուցե վերաբացումը օգնի բարձել մի հանգամանք, թե օրինակ ինչ հանգամանքներում է գործը փակվել 2017 թվականին։ Հանրապետական կուսակցության օրինակ, որ կարկառուն պաշտոնյան է միջնորդել կամ միգուցե Հայաստանի Հանրապետական կուսակցության իրավապահների զանգարել, որ այս գործը փակեն։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ, եթե իրավապահ մարմինները որևէ խնդիր կունենան գործի վերաբացման կամ որևէ հանգամանքներ կկաշխանդի իրենց կամ որևէ խնդիր կառաջանա գործի վերաբացման մասով, մենք պատրաստ ենք համապատասխան ինֆորմացիայով իրավապահ մարմիններին օգնել, աջակցել։ Այստեղ պարզապես հարցը բարձրացնում ձեր քաղաքական համաձայնությունն է պետք, որովհետև Արտուր Հովհաննիսյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարն է։ Իրավական գործընթացը ես կապահովեմ, հաղորդումը կներկայացնեմ։ Շնորհակալություն։ Քաղաքական համաձայնությունը իրավական կատեգորիա չէ, եւ ինչ որ դուք ասեք, եթե չեմ սխալվում, ուղիղ եթերում եք, չէ։ Իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածը ընդունել որպես հանցագործության կամ գործողության մասին հաղորդում կամ դիմում եւ օրենքով սահմանված ընթացք տալ։ Պարտավոր են։ Ես պատասխանեցի ձեր հարցը։ Գիտեք ինչ, դուք լավ չեք պատկերացնում, որ երկրում եք ապրում, որովհետև քաղաքական համաձայնություն իրավական ընթացակարգի վերաբերյալ գոյություն չունի։ Հաջորդ հարցը Սիվիկ Վոլոդի Հակոբյան։ Սանակոնի $1 միլիոն մրցանակային ֆոնդ, որը ամենայն հավանականությամբ կիսելու եք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պարոն վարչապետ, ուզում եմ իմանալ, արդյոք այդ գումարները արդեն փոխանցվել են ձեզ եւ որոշել եք արդյոք թե ինչ ուղղությամբ են դրանք ծախսվելու։ Այո, գումարը փոխանցվել է ինձ, բայց չեմ որոշել ինչ ուղղությամբ են ծախսելու եւ չի բացառվում նախկինում կայացրած իմ մտածածի ուղղությունը փոխեմ, բայց եթե այդպիսի բան լինի կտեղեկացնեմ։ Պարոն վարչապետ, դուք երկաթուղու մասով ասացիք, որ որոշակի աշխատանքային քննարկումներ կան ռուսական կողմի հետ եւ ինչ որ ըմբռնում է ձևավորվում, ես կխնդրեի ասել, դա արդյոք նշանակում է, որ Երևանը պաշտոնապես առաջարկել է կառավարման փոփոխություն Ռուսաստանին, եթե ոչ այդ քննարկումները, եթե զուտ աշխատանքային բնույթ են կրում, պատրաստվում է արդյոք Երևանը նման առաջարկ անել Երևանին Մոսկվային պաշտոնապես եւ ըմբռնում արդյոք նշանակում է, որ Ռուսաստանը կան դրական ազդակներ, որ պատրաստ է կառավարման իրավունքը փոխանցել այլ երրորդ երկրի, ինչպես դուք եք ասել։ Գիտեք, մեր մոտեցումը գործընկերային է, եւ մենք խնդիր չունենք ֆորմալացնել անհրաժեշտից ավելի վաղ։ Մենք հիմա մեր գործընկերների հետ աշխատանքային գործընկերային քննարկում ենք անում եւ մեր խնդիրը չէ նամակներով իրավիճակներ ստեղծել, մեր խնդիրն է աշխատել, աշխատում ենք։ Որ իրենք պատրաստ են կառավարումը փոխանցել երրորդ երկրի։ Ըմբռնումը թեմայի շուրջ է։ Հաջորդ հարցը Արմատ։ Կառավարության ազգային ժողովի հարցապատասխանի ժամանակ կրկին խոսեցիք 26-ից հետո խորհրդարանում ուժերի դասավորության հնարավորությունից եւ պնդումներ էիք անում, թե ովքեր կարող են լինել խորհրդարանում, ովքեր ոչ, եւ տպավորություն էր, որ դուք ինչ որ հարցումների կամ ինչ որ ինֆորմացիայի եք տիրապետում այդ հայտարարությունը անելիս, կխնդրեի հստակեցնեիք այդ պնդումները ինչպես էիք անում։ Այո, ես տիրապետում եմ հարցումների եւ ինֆորմացիայի բնականաբար եւ առանց դրա չէի կարող նման բան հայտարարել։ Լավ է անում, որովհետեւ այդ հարցումները մենք մեր աշխատանքային նպատակներով ենք արել։